Ողջունում եմ քեզ սիրելի քույրս, եղբայրս։ Արի ոտքի կանգնենք։ Հայր մեր աղոթքով սկսենք այսօրվա մեր ծառայությունը։ Միաբան։ Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը։ Գա քո արքայությունը, լինի քո կամքը, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Մեր ամեն օրվա հացը տուր մեզ այսօր, եւ թող մեզ մեր պարտքերը, ինչպես մենք էլ ենք թողում մեր պարտականներին։ Եվ մի տանիր մեզ փորձության, այլ ազատի մեզ չարից, որովհետև քոնն է թագավորությունը, եւ զորությունը, եւ փառքը, հավիտյանս ամեն։ Մինչ կանգնած ենք, Տիրոջ թանկ եւ սուրբ ներկայության մեջ կարդանք Աստվածաշնչից մի հատված։ Առաջի Հովհաննես 2-րդ գլուխ 17 խոսք։ Եվ աշխարհը անցնում է, եւ նրա ցանկություններն էլ, բայց Աստծո կամքը անողը մնում է հավիտյան։ Այսպես է ասում Տիրոջ խոսքը։ Փառք ամենակարող Աստծուն։ Սիրելի եկեղեցի, մենք ունենք կարիքներ։ Աստվածաշունչը ասում է ամեն ինչ կարելի է հավատացողին։ Ես ուզում եմ, որպեսզի մենք բոլորս միաբան հավատքով այս կարիքները բերենք մեր Տիրոջ առաջ։ Եվ ես խնդրում եմ համացանցով մեզ դիտողներին, դուք էլ կարող եք միանալ ձեր կարիքը դնել այստեղ հենց հիմա եւ աղոթենք բոլորս մեր կարիքների համար։ Հայր իմ Աստված, Հիսուս Քրիստոսի անունով բերում ենք քո առաջ Տեր այստեղ գրված ամեն մի կարիք։ Մենք փառք ենք տալիս Տեր քեզ, որ ունենք այդ հնարավորությունը եւ գիտենք, որ անգամ մենք հələ չգրած դու ամեն ինչ տեսնում ես, ամեն ինչ գիտես, ամենակարող Հայր։ Դրա համար հավատում ենք ու հավատով էլ բերել ենք քո առաջ Տեր, որ դու այստեղ կարիքները լուծում տաս քո երթային կամքով, որովհետև քո կամքն է բարին, հաճելին եւ կատարյալը։ Ուզում ենք, որ Տեր, դու այստեղի գրված ամեն մի խնդրվածք, ամեն մի հիվանդությանը բժշկություն բերես, քո կամքով, ամեն մի կարիք Տեր, որ մարդիկ ունեն, որ դժվար է, ընկած են, կոտրված են, ուզում ենք, որ մխիթարություն բերես Տեր, ամեն մի ընտանիք, որտեղ կորուստ կա Հայր, ֆինանսական պրոբլեմներ, կյանքի խնդիրներ Տեր, այսօր խնդիրները շատ են, բայց մենք գիտենք, որ բոլոր խնդիրներ լուծողը դու ես։ Հիսուս Քրիստոսի անունով փառք ենք քեզ տալի Տեր եւ հանձնում ենք այս ամեն մի կարիք եւ սպասում ենք քո երթնային լուծումը։ Հիսուսի զորավոր անունով։ Հայր նաեւ մենք աղոթում ենք մեր Հայաստանի համար։ Բերում ենք մեր երկիրը քո առաջ։ Ուզում ենք, որ օրհնես մեր երկիրը, մեր սահմանները, մեր ժողովրդին, այդտեղ ապրող ամեն մի մարդ, որ ապրում է Հայր։ Ուզում ենք, որպեսզի այդ երկրից հեռանա չարությունները, անհավատությունը, սատանեն շատ մեծ գործեր անում, մեծ խնդիրներ է բերում մարդկանց, բայց գիտենք, որ հավատքով ինչքան կանգնենք, այդքան կքանդվի սատանայի գործերը։ Տեր խնդրում ենք, անհանես, հեռացնես ամեն անօրենություն մեր երկրից, մեր ազգից։ Թող մեր երկիրը լինի ճշմարիտ երկրպագու Տեր Հիսուս։ Թող մեր երկիրը լինի հավատացյալ երկիր, որ հավատան ճշմարիտ Աստծուն, որ մեռավ հարություն առավ Տեր։ Փառք ենք քեզ տալի Տեր մեր երկրի համար, օրհնում ենք մեր երկիրի իր սահմաններով, օրհնում ենք մեր երկրի հարակից երկրներին, պետություններին, որ մեր հարևաններն են, թող բոլորի հետ մեր երկիրը ունենա խաղաղություն եւ սեր, եւ դադարեն բոլոր տեսակի կռիվները, ամեն կորած, մոլորած մարդ էլ գայրատունը գտնի Տերս, դու էլ ցույց տաս ճանապարհը, Հիսուսի զորավոր անունով։ Նաեւ Տեր մենք աղոթում ենք Ռուսաստանի համար, օրհնում ենք այս երկիրը։ Շնորհակալություն ենք ասում, որ այս երկրում ունենք հնարավորություն Տեր, որ միաբան հավաքվում ենք, քեզ փառք ենք տալի։ Շնորհակալություն, որ այստեղ մենք ընտանիքներ ենք կազմել շատերս, այստեղ ապրում ենք, օրհնվում ենք, աշխատանք ունենք, որ այս երկիրը սրտաբաց է, ազգությունը մեզ դռները բաց է։ Շնորհակալ ենք իրանց համար։ Ուզում ենք, որ իրանց էլ օրհնես, այստեղից հեռացնես ամեն անօրենություն, ամեն սատանայի գործ, թող այս երկրի վրա էլ երկնքից խաղաղություն իջնի, որ քեզանից է Տեր Հիսուս։ Փառք ենք քեզ տալի Հայր Աստված, օրհնում ու մեծարում ենք քեզ եւ ասում ենք թող քո զորությունը իջնի այստեղ։ Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Փառք Տիրոջը, փառք ամենակարող Աստծուն։ Փառք Տիրոջը։ Փառք Աստծուն։ Գիտես, այսօր այնքան հեշտ է դարել խաբուսիկ մարդկանց հետևելը։ Հեռուստացույցությունը, ինտերնետը կա եւ ինչ որ մեկը վերականում ասում է ես իմով եմ, ու մեկը տեսնում ես մի քանի օքի իրան հետևեցին։ Մեկը վերականում կիսամերկ մի երկու հատ երկա ղժղժում, մեկը տեսնում ես 5 միլիոն հոգի իրան հետևեցին։
Ես այսքան հետևորդ ունեմ, ես այսքան հետևորդ ունեմ ու գիտես այսօր հեշտ է դարձել հետևորդներ հավաքելը ու մարդիկ էլ գիտես այնքան խափնված են որ ամեն մեկին կհետևեն մեկը մի խելոք բան ասի մեկը մի լավ ձայն ցույց տա մեկը մի եսիմ ինչ անի մի անգամից սկսում են ես իրա հետևից եմ գնում ինքը լավ բաներ ասում գիտես իմ ու քո բախտը այնքան է բերել որ մենք միակ ճշմարիտ Աստծուն ենք հետևում որ Հիսուսի հետևից ենք գնում հա Փառք Տիրոջը Փառք Աստծուն։ Ու գիտես Փառք Տիրոջը ինքը արժանի է։ Դրա ամենալավ պահը գիտես որն է որ դու չես իրան որոշի հետևես ինքն է քեզ ընտրել ասել արի հետևից ես։ Ինքը ընտրել ասել արի գնացինք լավ տեղ տանեմ, հա։ Նենց որ փառք դու միշտ Աստծուն։ Ինչի մեջով ուզում անցնես իմացի, եթե իր հետևից ես գնում դուրս կգաս, որովհետև Հիսուսը ինքը միշտ էլ ելք ունի։ Ամեն։ Մի հատ ժպտա կողքին հետ ոնց որ լավ չհասկացավ։ Տեր օրհնի շատ։ Աստված օրհնի ձեզ, շնորհակալություն։ Փառք Տիրոջը, փառք Աստծուն մեր փառաբանության համար։ Փառք Տիրոջը քո համար, սիրելիս։ Ձմեր, ցուրտ, սառույց, սառնամանիք ոչ մի բան չի կարա մեզ բաժանի Քրիստոսի սիրուց ու եկեղեցի գալուց, չէ՞։ Փառք Աստծուն։ Փառք մեր Աստծուն։ Ինչ ուզում ա լինի, մենք գիտենք, շաբաթ օրը ժամը 2-ին մենք եկեղեցում ենք, մեր եկեղեցում, որ գտնվում է Մոսկվայում, մեզ դիտողների համար եմ ասում, ինձ հա հարցնում են, որ երկրում եք, որ քաղաքում եք, մենք Մոսկվայում ենք, սիրելիներս, այս եկեղեցին Մոսկվայում է եղել արդեն 13 տարի է Մոսկվայում, բան չի փոխվել, նենց որ եթե դու Մոսկվայում ես մտածում ես մենք Տիմբուխտուում ենք, մենք Տիմբուխտուում չենք, մենք Մոսկվայում ենք, արի եկեղեցի։ Տերը օրհնի քեզ, Աստված օրհնի բոլոր մեզ համացանցով դիտողներին էլ, օրհնի բոլոր այսօր եկածներին էլ։ Տերը օրհնի ամեն մեկիդ։ Իհարկե, եթե հնարավորություն ունես գալու անպայման արի։ Հովիվ Արտուր Սիմոնյանը, հա, շատ լավ խոսք ունի, մի հատ ասում է ուրիշը խորովածը ինտերնետով տեսնես, ուրիշը տեղում ուտես, հա։ Դրա համար եթե հնարավորություն ունես եկեղեցի գալու, անպայման արի։ Այս շփումը ներկայություն ես, այս մթնոլորտը թող դու մեջը լինես, հա։ Աստված օրհնի ամեն մեկիդ։ Փառք Տիրոջը ամեն մեկիդ համար։ Փառք ամենակարող Աստծուն։ Ես մի երկու շաբաթ տարբեր տեղերում էի, տարբեր վայրերում, հատուկ առաքելությամբ էի գնացել, ճիշտն ասած, հատուկ ծրագրով, բայց չեմ ասի ինչ ծրագրով, հա, ամեն ինչի որ պետք է եկեղեցին իմանա, հա, չէ, առաջինը դուք կիմանաք խի էի գնացել, բայց կիմանաք հունվարի 6-ին։ Անենց որ, հա, նենց որ հունվարի 6-ին համ դու արի, համ էդ մարդպեր, հա, Տենց այս ինտրիգը գցեցի նոր անցնեմ խոսքին, հա, Աստված օրհնի քեզ, հա, համացանցով նայողին էլ է վերաբերվում, հունվարի 6-ին արի, որ առաջինը դու իմանաս, հա, որովհետև ոչ մեկ չգիտի։ Տերը օրհնի շատ, փառք Աստծուն ամեն մեկիդ համար, սիրելիներս։ Ուզում եմ այսօր խոսամ մի թեմայի շուրջ։ Գիտեք, վերնագիրը սենց եմ դրել, քո բաժինը։ Մեր կյանքերում հաճախ խառնաշփոթ է, գիտեք, ոչ թե նրանից, որ Սատանան է հարձակվել, ոչ թե նրանից, որ վրետ անեց կա, գործերը են թարցվել, շատ հաճախ մեր կյանքում խառնաշփոթ լինում է մի բանի պատճառով, որ մենք չենք իմանում մեր բաժինը, տվյալ իրավիճակում, որն է մեր բաժինը, հա, ու դրանից մեր մոտ առաջանում է խառնաշփոթ, առաջանում է պանիկա, խի սենց է, բա ես սենց, բա նա էսպես, բա ես սենց էի մտածում, բա ես սա էի սպասում։ Եվ մեր կյանքում առաջանում է խառնաշփոթ։ Դրա համար այսօր ուզում եմ խոսամ մեր բաժնից։ Վերնագիրը տենց էլ դրել եմ քո բաժինը։ Եվ Մարկոսի ավետարան 7:24-ից կկարդամ։ Հիսուսը եկել էր մի տեղ, գրած է եւ այնտեղից վեր կացավ եւ եկավ Տիվրոսի եւ Սիդոնի սահմանները։ Եվ տունը որ մտավ, չէր ուզում որ մեկը իմանա, բայց չկարողացան ծածկել, որովհետեւ նրա համար լսեց մի կին, որի աղջիկը պիղծ հոգի ուներ։ Եկավ նրա ոտների առաջ ընկավ։ Տեսեք, ես կնոջ մոտ անլուծելի խնդիր է, աղջիկը դիվահարված է։ Ոչ մի բժիշկ չի կարա օգնի, դեղերով չես կարա դևին հանես, ու աղջիկը պիղծ ոգով բռնված է, անլուծելի խնդիր ունի։ Եկավ Հիսուսի ոտերի մոտ ընկավ, եւ այն կինը հույն էր, ազգավ Փյունիկ ասորի, աղաչում էր նրան, որ դևը իր աղջկանից դուրս հանի։ Տեսեք, գրածա հույն էր, այսինքն հույն նշանակում է, տեսեք ինչ է ասում, ինքը հույն էր,
Հույն այն ժամանակ ազգություն չէր։ Հույն հիմնականում շեշտվում էր հեթանոսի իմաստով։ Ասում է հույն էր ազգով փյունիկացի, Ֆինիկիայից էր, այս Փյունիկի տարածքից էր։ Իրանց բոլորին ասում են հույն էր։ Եվ Աստվածաշնչի հրեաների համար, հա, Աստծո ժողովրդի համար հույն ասոցացվում էր հեթանոս բառի հետ։ Եվ ասում են, մի հեթանոս էր եկել, ասում էր աղջկաս Դևից ազատագրի։ Տեսեք, ինքը հեթանոս էր, բայց գիտեր, հա, որ Հիսուսից վերցնելու իր բաժինը ինչ է։ Ինքը գիտեր իր բաժինը, այսօր իմ բաժինը ինչ է։ Եկավ ասեց երեխես Դև ունի, ազատագրես իրան։ Հիսուսն էլ ասեց նրան. թող առաջ երեխաները կշտանան, որովհետև լավ չի երեխաների հացը առնել եւ շներին գցել։ Դաժան պատասխանա, չէ՞։ Շատերը ստեղ կնեղանային, եկեղեցուց կգնային, հովիվին ինչ ասես կասեին, Աստծո անուններ չէին ուզի լսեին, ինձ շնի տեղ դրին։ Դեք Հիսուսը պարզ բան ասում, գիտես ինչ կա քուրիկ ջան, հացը, որ գնում են խանութ, գնում են երեխեքի համար, առնում են երեխեքի համար, որ բերեն երեխեքը ուտեն։ Լավ չի ասում երեխեքի հաց առնեմ շներին տամ, այսինքն դու հեթանոս ես, դու Աստծո ժողովրդից չես, ես եկել եմ իրանց համար, ինչ ես ուզում ինձանից։ Լավ չի, այն ինչ որ դու հիմա ուզում ես։ Երեխեքի հացը ոնց վերցնեմ շներին տամ։ Ինչքան կոպիտ պատասխանա, չէ՞ առաջ հայացքից։ Աստված գիտի ում հետ ինչ լեզվով խոսա, ում հետ ինչ սպասի։ Հա, ու գիտեք ինչն է հետաքրքիր, ես այս կնոջ պատասխանը ուզում կարդամ, շատերը տանգիր գիտեք։ Նա էլ պատասխանեց եւ ասեց նրան. այո Տեր, որովհետեւ շներն էլ սեղանի տակին երեխաների փշրանքներից են ուտում։ Հետաքրքիր կին ասма, գիտես, ես էլ երեխա ունեմ։ Երեխեքը մի քիչ ամփոփ են հաց ուտում։ Ոնց ուզում է լինի, ոնց ուզում է ուտիմ երկու փշուր ընկնելու է գետին։ Մենք մի հատ փուճուրիկ շուն ունենք, այսքանա։ Մաթիլդայի անունը։ Այնքան սիրուն է, բայց այնքան երեսառած է։ Ասել է հանգարց իրան հաց ուտելուց հաց մի տվեք, որտեվ որ մի քիչ տարեցս սովորում են։ Գիտեք, գալի կանգնում ասենց իր բարի անիմաստ աշկերով նայում է մեզ։ Ու գիտեք, ինքը լավ գիտի, որ չտաս գոնե մի երկու փուշուր ընկնելու է գետին միամիտ։ Հա, միամիտ հանկարծ մի բան ընկնելու է, ինքը իր բաժինը փախցնելու է։ Հա, շները սովոր են, չէ՞, փախցնել իրանցը, փշրանքներ, ասում է, երեխաների փշրանքներից են ուտում։ Գիտեք ինչ ասում է կինը։ Ասում է Հիսուս հաց մի գցի, որտեղ Հիսուսն ասում է լավ չի հացը վերցնեմ, գցեմ շանը։ Ասում է հաց մի գցի։ Ասում է ինձ այսօր հաց պետք չի։ Կլինի երկու հատ փշրանքը ինչի հետևից եկել եմ։ Իմ բաժինն է այսօր ասում է, մի երկու փշուր է, ոնց լինի ընկնելու է։ Կլինի այդ երկու փշուրը վերցնեմ, ինձ բավական է։ Տուր ինձ իմ երկու փշուրը։ Հետաքրքիր բան ասում, գիտես ինչ ասում, ասում է ինձ հիմա չեմ եկել հարստության հետևից, չեմ եկել լավ աշխատանք տաս։ Իմ այսօրվա բաժինը իմ երեխու ազատագրումն է։ Դրա հետևից եմ եկել։ Կոպիտ ասած, փշուրս վերցնեմ գնամ։ Կլինի այդ փշուրը վերցնեմ գնամ։ Գիտեք ինչ է տեղի ունենում։ Եվ ասեց նրան Հիսուսը. այս խոսքերի համար գնա, դևը դուրս եկավ քո աղջկանից։ Նկատեցիք, Հիսուսը ազատագրման աղոթք չարեց։ Չասեց, հենց հիմա հրամայում եմ դև դուս արի։ Գիտես ինչ ազատագրեց իր աղջկան, այդ երկու փշուրը։ Եկել է երկու փշուրի հետևից։ Իր բաժինը գիտեր, այսօրվա իմ բաժինը գնում եմ Հիսուսից երեխուս փրկությունը ազատագրումը վերցնեմ։ Շատ հաճախ քրիստոնյաները իրենց բաժինը չգիտեն։ Մտնում է Աստծո մոտ աղոթքի, չի իմանում ինչ է ուզում։ Խառը խշտիկ։ Ինչ պատայի, ձեռի հետ ասեմ, որը կպավ։ Այս մարդը կոնկրետ իր բաժինը գիտեր, եկավ ասեց, ես այսօրվա իմ բաժինն եմ ուզում։ Ու որպես քրիստոնյա ես ու դու պետք է իմանանք մեր այսօրվա բաժինը ինչ է։ Մի հատ խոսք կա Աստվածաշնչում, մի գլուխ կա, Առակաց 30-րդ գլուխն է, Ագուրի խոսքերն է, մարգարեական պատգամ է։ Ես ուզում եմ այդ խոսքը կարդամ մի երկու մաս այդ խոսքից։ Տեսեք ինչ ասում է մարդը։ Առակաց 38 ասում է ունայն եւ սուտ խոսքը հեռացրու ինձանից։ Աղքատություն կամ հարստություն ինձ մի տուր։ Ինձ համար որոշած հացով կերակրի ինձ։ Հետաքրքիր բան ասում։ Ասում է ինձ ոչ հարստություն է պետք, ոչ աղքատություն։ Այն ինչ որ դու որոշել ես, ինձ տուր։
Ոչ ավել, ոչ պակաս։ Գիտես, մեր կյանքում հաճախ խառնաշփոթ է լինում, որ մենք այդ որոշատը չենք հասկանում։ Ու դառնում է խառնաշփոթ կյանքը։ Մարդկա մեկի հասանելիքը այսքան է, ինքը այսքան է վերցել, մտածում է էսա դե, էսա իմ կյանքն է։ Մեկի հասանելիքն էլ այսքան է, փուճուր, այսքան է իր բաժինը այսօր իր համար էսա նախատեսած։ Այսքան է վերցել, հələ փնթփնթում է, էլի եմ ուզում, ու կյանքը դառնում է դժոխք, որովհետև հերիք չի իր բաժնից ավելի շատ է վերցել, հələ չի գոհանում, որովհետև չի հասկանում իր բաժինը։ Ագուրն ասում է ոչ ավել, ոչ պակաս։ Այն հասանելիքը, այն բաժինը, որ դու ունես այսօրվա իմ կյանքում, դա տուր ինձ։ Ես ու դու պետք է իմանանք մեր բաժինը այս կյանքում։ Ես ու դու պետք է իմանանք մեր բաժինը ծառայության մեջ։ Գիտես, շատ եկեղեցիներում մեր մոտ էլ հավանական է։ Այստեղ կարան նստած են մարդիկ, որոնք որ կապ չունեն բեմի հետ, բայց մտածում են, որ իրանք բեմից նես լավ կծառայեին։ Ու հակառակն էլ կան, մարդիկ կան, որ իրանք իրական բեմի ծառայող են, բայց ասում են, չէ, ես կյանքում չեմ բարձրանա այդ բեմը, որովհետև չգիտի իր բաժինը։ Իմ նման, մինչև ապաշխարել է առաջի 7 տարին մտածում է, ես բիզնեսմեն եմ, Աստծո համար փողերով կծառայեմ։ Բարև ձեզ։ Հա, դա իմ որոշածն էր, բայց ոչ Աստծո բաժինը։ Աստված նենց կյանքս խառնեց, որ իր բաժինը լինի, ոչ թե իմը։ Այնքան կարևոր է մենք իմանանք որն է մեր բաժինը Աստծո մոտ։ Որն է մեր բաժինը այս կյանքում, քո ծառայության մեջ, քո ընտանիքում, որն է քո բաժինը։ Ասում եմ, աղքատություն կամ հարստություն ինձ մի տու։ Իմ համար որոշած հացով կերակրի ինձ։ Հաջորդ խոսքը լրիվ անհասկանալի է։ Չլինի, որ կշտանամ եւ քեզ ուրանամ։ Ասում եմ, այնքան շատ չտաս հանգարց, որ կշտանամ, քեզ ուրանամ։ Եվ ասեմ, ով է Տերը, եւ չլինի, որ աղքատանամ եւ գողանամ, եւ իզուր հիշեմ իմ Աստծո անունը։ Առաջ ես այստեղա որ կարդում էի, համարում էի անկայուն մարդու աղոթք։ Ասում եմ, ես ինչ աղոթք անում ես մարդը։ Ես չհասկացա, ես ինչ էժան աղոթք ես անում։ Առաջ ես մտածում էի տենց։ Ասում եմ, ո՞նց կարա մարդը, ուրեմն դու այդքան քո Աստծուն չես վստահում, որ ասում ես ինձ այնքան շատ փող մի տու, որ քեզ մոռանամ, կամ այնքան քիչ մի տու, որ ստիպված գողանամ, ուրեմն նեղնկնես գնալու ես գողանաս, բայց այս մարդը գիտեք ճիշտ աղոթք անում։ Ինքը գիտեք, ինքը գիտի իր չափը։ Ինքը գիտի, որ Աստված ամեն մեկիս համար չափ ունի։ Թե այս ծերը, թե այն ծերը։ Ու ագուրը լավ հասկանում է, ասում է, այն ինչ որ դու որոշել ես այդ տուր։ Մի քիչ ավելտաս կարողա գլուխս կորցնեմ։ Մի քիչ պակաստաս կարողա էլի գլուխս կորցնեմ։ Տեսեք, մարդը անարատ աղոթք անում, պարզ սրտից, ասում է, բանը, չլինի կշտանամ, քեզ ուրանամ, եւ ասեմ ով է Տերը, եւ չլինի որ աղքատանամ ու գողանամ, եւ իզուր տեղը հիշեմ իմ Աստծո անունը։ Այսինքն մարդը ով որ ամբողջությամբ իր կամքը հանձնել է Աստծուն, ասում է ես կապ չունի, ինչ եմ որոշել, ինչ եմ ցանկանում, ես իմ ցանկությունը դնում եմ քո ոտերի առաջ, քո որոշածով թող լինի իմ կյանքում։ Գիտեք, եսի լուրջ աղոթք է։ Ու հետո որ կարդում եմ այս տեղը, ես ասում եմ առաջ ուրիշից էի լսել, ու իմ մեջ տենց մնացել էր։ Շատ տարիներ առաջ լսել էի, որ այսինչ անհաջող աղոթք է։ Ու ես մնացել էր մեջս։ Բայց որ կարդում եմ, հասկանում եմ ինչքան խորը աղոթք անում։ Ու սկզբից է գրած է մարգարեական խոսքը, չի գրած պրոստը ինչ որ մեկը ինչ որ բան ասում։ Իրական մարգարեական խոսք է։ Ասում է՝ «Տուր ինձ իմ բաժինը»։ Ագուրը հստակ հասկանում է, կան սահմաններ, որից ես պետք է դուրս չգամ։ Ու այդ սահմանները իմ ու քո կյանքում էլ կա, սիրելիս։ Քո կյանքում, իմ կյանքում շատ հաճախ խառնաշփոթ ալնում, որովհետև սահմանները չենք իմանում։ Մենք չենք իմանում մեր սահմանները։ Որն է, ասենք իմ հասանելիք, չգիտեմ, գումարները։ Որն է իմ հասանելիք գումարը։ Ամեն մեկը սահման ունի։ Ու այդ սահմանները տարբեր է, սիրելիս։ Դու եթե քո սահմանը չհասկանաս, միշտ դժգոհ ես լինելու։ Գիտես, կա աղքատության սահման, որ միգուցե դրանից հետո դու Աստծուն ուրանաս։ Կա սահման, միգուցե մեկը 2 օր սոված մնա Աստծուն ուրանա, միգուցե մեկը 2 ամիս սոված մնա, սովից ընտանիքը մահանա, այդ ժամանակ Աստծուն ուրանա։ Հասկանում եք, ամեն մեկ իր սահմանը ունի։ Նույնը հարստության սահմանն է։
Ու Ագուրը շատ հստակ ասում է. Քո որոշած հացով ինձ կերակրի։ Ոչ թե իմ որոշած, ոչ թե մենք տնեցիներով տենց ենք որոշել։ Քրիստոնյաները շատ են սիրում ասեն. «Տեր, ինձ $1 միլիոն տու, այնքան բան կանեմ քո համար։ Լիքը բարի բաներ կանեմ»։ Գիտես, դու պետք է իմանաս քո սահմանը։ Միգուցե քո մաքսիմում սահմանը $100,000-ն է։ Էդ է քո սահմանը։ 1 միլիոն վերցնես, կարող է գլուխդ կորցնես։ Գիտեք, ինչքան շատ եմ հանդիպել քրիստոնյաների, ովքեր որ իրանց սահմանը անցել են ֆինանսական։ Լավ ծառայող էր, ամեն ինչ լավ էր, ամեն ինչ գնում էր իր հոնով։ Մեկ էլ գործերը լավացան մի քիչ շատ։ Մեկ էլ ճամփորդություններն են շատանում։ Նայում ես կնոջ դեմքի վիրահատություններն են շատանում։ Մեկ է տեսնում ես նոր տուն, նոր մեքենա։ Մեկ է որոշ ժամանակ հետո արդեն նոր շրջապատ, էլ եկեղեցի էլ չեն գալիս, Աստծո անունը չեն տալիս։ Հետո անցնում է մի քանի տարի, տեսնում ես բաժանվեցին։ Ամեն մեկը մի հատ սիրած է ճարել իրան արդեն, ու դժոխքի ուղոգիրը վերցած ման են գալի։ Ու ասում ես, ախր խի անցակ ձեր բաժինը, լավ չէր են մի քիչ համեստի մեջ լինեիք, բայց Աստծո տանը ընտանիք լինեիք նորմալ։ Դες ամեն մեկը իր բաժինը ունի, իր չափը ունի, որը որ անցնելով չափը կանցնի։ Երբ որ դու քո ասանելիքը այսօրվա չգիտես, հենց այսօր որն է իմ բաժինը, հա, շատ խնդիրներ կարան առաջանան։ Դժոխքի ուղեգիր անգամ կարա առաջանա։ Մենք պետք է իմանանք որն է մեր հասանելիք կինը կամ ամուսինը։ Հա, երիտասարդներ ջան, դու պետք է իմանաս որն է քեզ հասանելիքը, որն է քո բաժինը։ Գիտես ինչի մեծ մասը երիտասարդների չեն ամուսնանում։ Իրանց բաժինը չեն հասկանում։ Իրանց թվում է, թե իրանք հուրիփերին են ու հեսա թակավորը պետք է գա իրանց։ Անպայման արքայազնն է գալու։ Դրա համար ինչ առաջարկ կլնում ասում են, ինքը իրան հայելու մեջ նայել, հա։ Բա դու քեզ նայել ես։ Խնդիրները գիտես երբ է սկսում։ Երբ որ դու քո բաժինը չգիտես։ Հովիվ ջան, մի հատ կաղոթես, ոնց որ վրես անեսք լինի, չեմ ամուսնանում։ Ոչ մեկ չի գալիս են որ ուզում եմ։ Երևի վրես անեսք կա, մի հատ կաղոթես, չամուսնանալու անեսքը քանդվի։ Չամուսնանալու անեսք չի, կուրության անեսք կա, չես տենում։ Դու քո վրա դրել ես մի հատ սահման, որ պիտի գա սպիտակ ձիով ու սպասում ես։ Գծել ես, գծագրել ես, բայց չես նայում քո բաժինը։ Այնինչ Աստված արդեն 7 անգամ նույն տողն ուղարկել է մոտդ։ Հա? Ինչ որ մեկը երևի մեկի հետևից գնացել է, դուրն եկավ, հա? Մի անգամ շատ է ուզում մի քուրիկ ամուսնանար։ Մի հատ իրոք շատ է ուզում որ ամուսնանար այդ քուրիկը։ Մի հատ տղա դուրս եկավ։ Իրա համար։ Հիմա վտանգավոր է այդպես բաներ ասել է։ Ու գիտեք ինչ, այդ տղան ասենք իմ աշկին 5 անգամ իրանից ավելի սիրուն էր, 5 անգամ ավելի խելոք ու հաջողված ես կյանքում 5 անգամ։ Ասեցի, ասեմ էլի մի հատ կարող ասի, բայց ախր ինքը ինձ չի ուզի էլի։ Ասի փորձեմ մարդս, կարող է հանգարց ստացվի, գնամ այդ տղուն էլ sense թեթև հարցեր տամ, ասեմ են կոմի վրա չես նայում։ Գիտեք մոտեցա ասեցի, ինչ ասեց ինձ ինքը, այդ աղջիկը։ Որ իմ կարծիքով պետք է ասեր հով ջան, բայց ինքը կուզի իմ հետ շփվի, sense արեց, ասի, լսի կարող եմ մի հատ իրել, sense արեց։ Ով ինքը։ Ու ես մի բան հասկացա, որ ինքը իր բաժինը չի հասկանում։ Ինքը իր սահմանը չի հասկանում։ Ինքը պլանկա է դրել, մնացել է տունը։ Ու հետո Աստծուն աղոթում Աստված ջան, տուր, էլ ոնց տա։ Էլ ինչ անի Աստված լավ։ Հա, երբ որ դու քո բաժինը չես հասկանում, խնդիրները շատանում են։ Դու քո ամեն տեղ քո բաժինը պետք է իմանաս։ Նույնը վերաբերում է տղեկին։ Տղաներ կան մեկ աղջիկները շատ են հայլու դեմը կանգնում։ Առավոտից իրիկուն ու սպասում է։ Սիրելիս, մենք ամեն ինչում մեր բաժինը պետք է հասկանանք։ Պետք է հասկանաս, որն է քո հասանելիք անգամ մեքենան։
Եթե քո հասանելիք բաժինը մեքենան այսօր Peugeot-ա, մի գնա պարտքով Bentley առ։ Մի գնա պարտքով Bentley վերցրու, որ բոլորին զարմացնես։ Դու ոչ ֆինանսապես ես դրան պատրաստ, որովհետև վաղը պարտքի տակ ես ընկնելու։ Ոչ ֆիզիկապես ես պատրաստ, որովհետև այդ Bentley-ից դուրս ես գալու քո $50 շորերով։ Մարդիկ նայելու են ծիծաղան, ասեն, այս տերը չի, վարորդն է երևի տիրոջ։ Հասկանում ես, եթե պատրաստ ես, ոչ էլ հոգեբանորեն ես պատրաստ, որովհետև այդ Bentley-ով կանգնելու ես քաղաքի կենտրոնում, այն էլ Մոսկվայի կենտրոնում, եթե կանգնես, լիքը աղջիկներ պրոստը դուրը բացելու են, գցվեն մեջը։ Ու դու չես հասկանալու կնոջդ ինչ բացատրես։ Հասկանում եք, բաժինը չիմացար հա խնդիր ես ունենալու։ Եթե չես հասկանում քո բաժինը որն է, այս մարդը պատահական աղոթք չի անում, ասում է քո որոշած հացով կերակրի ինձ։ Այն ինչ որ դու ես որոշել, դու լավ գիտես ինձ այսօր։ Միգուցե 10 տարի հետո Bentley չէ, քեզ վերտալյոտ է պետք, բայց այսօրվա քո բաժինը կարող է Peugeot-ը։ Հա, իմացի բաժինդ, մի թռի առաջ, ոչ մի հարցում, ոչ էլ հետ մնա։ Խնդիրը գիտես ինչի մեջ է, որ միգուցե քո այսօրվա բաժինդ կարա Bentley լինի, դու լեյցանիվով ես գնում տուն։ Դու պետք է կոնկրետ իմանաս, որն է քո բաժինը, հա։ Դու պետք է ամեն իրավիճակում հասկանաս։ Գիտես շատ մարդիկ օրինակ կոմունիզմը որ փլվեց, տենց է չհասկացան, որն է իրանց բաժինը։ Այդ օրը Սովետի ժամանակ իրանք բարձր պաշտոն ունեին, լավ գործերի մեջ էին, երկիրը փլվեց, իրանք չհասկացան, որ էդի երեք էր իմ բաժինը, այսօր բան պետք է փոխեմ։ Սպասում էին, որ երկիրը հետ գա, իրանց դնային կոմկուսի քարտուղար։ Երեկվա բոլոր ծառայող կոմկուսի եւ այլ քարտուղարների երեխեքը 90% այսօր չքավորության մեջ է։ Տներն են վաճառել եւ այլը, որովհետեւ սովոր չեն, որովհետեւ տենց է չհասկացան իրանց բաժինը։ Պապաս կոմկուսի քարտուղար է եղել, ինչ անենք։ Դու պետք է քո բաժինը իմանաս։ Մի քուրիկ կար, ես չէի կարողանում իրան բացատրել, որ ինքը պետք է աշխատի, սովորական աշխատանքի։ Գիտեք, տարիներով բացատրում եմ, ասում եմ, լսի, պետք է աշխատես։ Սպասում էր թե աղբերը երբ է օգնություն ուղարկելու։ Հովիվ ջան, ես բարձրագույն ավարտ եմ, գնամ ես ինչ տեղն աշխատեմ։ Ինքը տենց էլ իր բաժինը այդ օրվա չէր հասկանում։ Միգուցե այդ օրը աշխատեր հենց այնեն սովորական մի աշխատանքի խանութում վաճառող։ 10 օր հետո իր բարձրագույն ավարտած գործով Աստված տեղավորեր։ Բայց երբ որ դու քո բաժինը չես հասկանում, այսօրվա քո բաժինը, դու ընկնում ես խառնաշփոթի մեջ։ Խի Աստված կնիկ չտվեց, խի Աստված երեխա չտվեց, խի Աստված այսին չտվեց, խի Աստված գործ չտվեց, եւ այլը եւ այլը։ Մեքենա եմ ուզում այսքան տարի հələ որ սամակատես տվե։ Երբ որ չես հասկանում քո բաժինը, խնդիրները սկսվում է։ Ագուրը պարզ ասում, ասում է չեմ ուզում հարստանամ ավել քան իմ բաժինն է։ Հանկարծ չասեմ ով է Աստված, իմ հնարավորություններով արեցի։ Գիտես ինչքան գլուխ է կորցրած քրիստոնյա եմ տեսել ֆինանսներից։ Այնց էքստրեմալ ֆիքս իդեաներով, որ ուզում ես ասես ավելի լավ էր աղքատ լներ, էլի։ Ավելի լավ էր աղքատ լներ, բայց ճիշտ ապրեր։ Այն որ լավ, հանգիստ, խաղաղ, երջանիկ են, անարատ ուր մնաց այս անարատ մարդը, ինչ եղավ իր հետ։ Իր բաժինն է կորցրել սիրելիս։ Բաժինդ կորցեցիր, խնդիրներից սկսում են։ Կաչապ, երբեք մի մտածի, որ գիտես այ հենց հիմա մի 10 կապ դոլար իջներ, ինքան գործ կանեի Աստծո համար։ Տեր Աստված տուր է 10 կապը։ Ու հարցում ես, ես կյանքում մի կապ ձեռքդ բռնած կաս։ Չէ։ Որ գլուխդ կորցնես։ Աստված մեկ-մեկ սիրելով մեզ չի տալի։ Գիտես, երեխեն էլ, չէ։ Դու ո՞նց ես անում։ Երեխեն բաժին ունի, չէ։ Երեխային որ թողես, տղա երեխաները 7 տարեկանից ուզում են մենակով քշեն։ Մեքենան վարեն։ Պապա բալաններ տուր, ես վարեմ։ Ես 6-7 տարեկանից արդեն ռուլը բռնում էինք։ Ես ու աղբերս կռիվ էինք անում, դաչա գնալուց ով է ռուլը բռնելու։ Նստում էինք պապայի գոքը ու ռուլը մենք էինք բռնում, ղեկը։ Հա, գիտեք, նորմալ չէր լինի, որ 7 տարեկանում բալանները հայրիկս տար ասեր տղա ջան։ Քշի։ 15 տարեկան մինչև 4 հատ մեքենա եմ վթարի ենթարկի, ես ասեմ ձեզ։ Գիտեք ինչի, որովհետև իմ բաժինը չգիտեի։ Մի անգամ մի հատ մարդ չգիտեր իմ բաժինը, եկել էր մեր դաչա, ասեց Գորջան, մի հատ մեքենան կը ես իմ ինչ կանես չեմ հիշում, ինչ որ պետք է հետ տայի ուր գնա, հա գնա խանութից մի հատ ես իմ ինչ բեր։
Ես էլ երևի 13-14 տարեկան դրեցի հետ ու գիտեք, այնց արագությունով գնացի, որ մի որոշ ժամանակ հետո այդ մեքենան, որպեսզի դուք պատկերացնեք, մի հատ sense մեծ քար, մեքենան ճանապարհից թռել է, նստած է այդ քարի վրա, հետևյակերը ֆռում են ու գորը փախել է անտառ։ Ինչի գիտեք, որովհետև այդ մարդը չգիտեր իմ բաժինը ինչքան է այսօրվա։ Ինքը մտածում էր, դե գորն է էլի, ես ինչ մարդ տղեն եմ, ոնց ունի մեքենան տալիս է քշում է, կքշի էլի։ Ես էլ երեխա, մեքենա է ընկել ձեռս, հա։ Այն մի հատ YouTube-ում մի հատ ռոլիկ կա, որ կապիկի ձեռը ավտոմատ են տալի, տեսել եք ինչ է անում։ Այդ տերորիստները, որ կապիկի ձեռը ավտոմատ են տալի, որ սկսում է միամիտ կրակելու ու աննորմալ ձևով սաղ փախնում են։ Հիմա երեխու բաժինը չի, չէ, մեքենա տալը։ Այ հոգևորում էլ շատ հաճախ մենք շատ հարցերում հələ երեխա ենք։ Հələ երեխա ես, որ կանաչ ճիշտ ֆինանսները ղեկավարես, հələ այստեղ, հələ այնտեղ, հələ այնտեղ։ Ու երբ որ մենք ուզում ենք, հիմա քո տղան ինչքան ուզում է լացի 12 տարեկանում ասի դու մեքենան ես տեղ գնամ, չես տալի, չէ։ Այդ նրանից չի որ դու վատն ես։ Նրանից է որ դու լավն ես։ Պրոստը ինքը իր բաժինը չի հասկանում։ Բայց երբ որ դու քո բաժինը հասկանում ես, դու գիտես Աստծուցել ինչ ուզես։ Դու գիտես ինչ կինել ուզես կամ ինչ ամուսինել ուզես։ Դու գիտես ինչ աշխատանքել ուզես։ Ես չեմ հասկանում, չեն զգում, որ իմ նման խիրուրգ աշխարհում չկա։ Կարմիր դիպլոմով եմ ավարտել։ Ինչի՞ չեն, գիտեմ, Մոսկվայի կենտրոնում մի հատ հիվանդանոցում ինձ մի հատ ադիլենիա տալիս։ Որովհետև կյանքում վիրահատություն չես արեմ, պրակտիկանտ ես, հələ քո բաժինը չի այդ։ Հետո նեղանում ես, թեխի չի ստացվում։ Բայց երբ որ դու հասկանում ես ինչն է քո բաժինը, դու աղոտ կտել ես ճիշտ անում, կյանքը տել է հեշտ անում, էլ չես սկսում նեղվել։ Բայց ինչը խիչ եղավ, ինչը խիչ եղավ։ Կարող է քո բաժինը չի։ Կարող է հələ շուտ է։ Առաջի Կորինթացիս 10:13 խոսքը։ Գիտեք ինչ է գրած։ Ձեզ ուրիշ փորձություն չի պատահի, բացի մարդկային փորձությունից։ Բացի մարդկային փորձությունից։ Աննորմալ ինչ որ երկնակեր չի գալու ընկնի։ Ինչ որ աննորմալ մեծության երկրագունդից մեծ չի գալու ընկնի մի երկրի վրա։ Եթե հələ ժամանակը չի։ Ասում է բացի մարդկային փորձությունից ուրիշ փորձություն չի պատահի քո հետ, այսինքն այն ինչ որ մարդկային է, այն ինչ որ վերջի քո մտածելակերպից, քո բաժնից, շարունակության մեջ ավելի պարզացնում է։ Բայց Աստված հավատարիմ է, որ չի թողնի ձեզ ձեր կարողությունից վեր փորձվելու։ Այլ փորձության հետ ելքնել կպատրաստի, որ կարողանաք համբերել։ Տեսեք, ամեն մեկս անգամ փորձվելու մեր բաժինը ունենք, մեր չափը ունենք։ Գիտեք, երկու հոգի կային։ Նույն փորձությունով փորձվեցին։ Մի փոքր տարբերությունով։ Մի փոքրն էր, որ մեկին հիվանդություն կպավ, մյուսին չէ։ Մարդու կնիկ էին։ Հոբն ու իր կնիկը։ Երկուսն էլ նույն փորձությունով փորձվեցին։ Երկուսի ունեցվածքն էլ, երկուսի կենթանիներն էլ, հոտերն էլ, տներն էլ, երեխեքն էլ։ Մի օրը մեռան։ Նույն փորձությանն անցան։ Այս մեկը հələ մի հատ էլ հիվանդություն։ Հոբի վրա հիվանդություն եկավ, կնոջ վրա չեկավ։ Բայց գիտեք, կնոջ բաժինը ավելի քիչ էր։ Ու ինքը չդիմացավ այդ քչին։ Հոբի բաժինը ավելի մեծ էր, փորձել դիմանալու բաժինը ավելի մեծ էր, հոբը դիմացավ։ Կնոջը ավելի փոքր էր, չդիմացավ, ֆրած մարդուն ասեց հայոյի Աստծուն ու մեռի։ Հայոյի Աստծուն ու մեռի, նայեք ինչ խորհուրդ է տալիս մարդուն։ Հասկանում եք, տարբեր մարդիկ տարբեր բաժին ունեն փորձվելու անգամ։ Ու այդ փորձությունը շատ հաճախ կարա լինի դիրքի առումով, կարա լինի ֆինանսական անգամ։ Ամեն մեկս մեր բաժինը ունենք սիրելիս։ Երբ որ դու քո բաժինը ճիշտ ես գիտակցում, հեշտ ես ապրում։ Երբ որ չես գիտակցում, կամ մտածում ես դու ավելի շատին ես արժանի, կամ էլ ավելի շատին արժանի ես, բայց այտենց էլ աղքատ ես մնում, կամ այտենց էլ անհաջողակ ես մնում, որովհետև դու հարմարվել ես արդեն դրա հետ։
Քեզ թափ-թեշ տալը չես ասում, «Էսի իմը չի, չեմ համաձայն չեմ»։ Տեր Աստված էսի իմ իրավիճակը չի։ Հա դե ես երևի իմ բաժինն է, էլի էս հիվանդությունը, որ գրկեմ գնամ։ Խաբել է սատանան։ Դու քո բաժինը չգիտես։ Դու չգիտես, որ Աստված ուզում է, որ դու առողջ լինես։ Մարդել կա հակառակը։ Առավոտից իրիկուն գոռում է, Տեր ջան, բժշկի չի բժշկում, գիտես խի, որտեվ Աստված գիտի իր բաժինը, հենց բժշկվեց եկեղեցուց փախնելու է։ Ասում ավելի լավ է հիվանդ երկինք տանեմ, քան թե բժշկվի թռնի աշխարհ գնա դժոխքի ուղեգիր ստանա։ Ավելի լավ է իր բաժնի մեջ պահեմ իրան։ Մարդկա այտենց աղքատ է մնում ամբողջ կյանքը, որտեվ իր բաժինը աղքատ մնալն է։ Հենց գումար եկավ ձեռքը եկեղեցուց փախնելու Աստծուն մոռանալու է։ Իր բաժինը այդքանն է, որ սոված չմնա, բայց Bentley չքշի։ Տուն ունենա, բայց Մոսկվայի կենտրոնում չլինի։ Իր բաժինը այսքան Աստված դրա մեջ է պահում իրան, որովհետև մի քիչ առաջ գնաց հետել խոսալ չի լինելու։ Մի քիչ էլ առաջ գնաց արդեն եկեղեցի չի գալու։ Մի քիչ էլ առաջ գնաց ընկնելու է մեղքի մեջ։ Ավելի լավ չի էս մարդը խելոք համեստ գնա երկինք։ Իր բաժինը դրա համար ագուրն հենց ճիշտ աղոթք անում, ասում է Տեր Աստված քո որոշած հացով կերակրի ինձ։ Ոչ թե իմ ուզած, քո որոշած, որովհետև Աստված վատ բան չի որոշում մեր կյանքում։ Ավելին ասեմ քեզ, ինքը ամենալավն է որոշում։ Եթե Աստված որոշել է, որ այսօր քո բաժինը մի հատ բելեչկա է, մի հատ էլ KFC-ից բուրգեր, ուրեմն այսօրվա քո բաժինը է դա։ Եթե որոշել է, որ պետք է քո առաջ սուպրասեղան գցվի, դա քո բաժինը։ Աստված չի սխալվում սիրելիս։ Դրա համար այս մարդը ոչ թե վախեցած մարդու աղոթք անում, վայ հանկարծ շատ չտաս քեզ ուրանամ։ Ինքը հասկանում է, որ սահման կա։ Ամեն մարդ իր սահմանը ունի։ Ինչ ուզում ես արա, սահմանը գոյություն ունի։ Քո կյանքում այս երկու սահմանը կա։ Մեկինս այսքան է, մեկինս այսքան է, մեկինս սենց է։ Ստեղից ստեղ է։ Մեկինս սենց է։ Մեկինս սենց է։ Բայց ամեն մեկը սահման ունի։ Ու ագուրն ասում է, լսի Աստված ջան, ասում է, ես լավ գիտեմ, դու ես դրել սահմանները իմ։ Այդ սահմաններից չթողես դուրս գամ։ Ինչ որոշել ես, թող էդ լինի։ Նույնը նոր կարդացի Պողոս Առաքյալն ասում է, Աստված չի թողի ձեր կարողությունից վեց փորձվելու։ Գիտի, ինչքան կարաս փորձվես ու ազնիվ գտնվես, անարատ գտնվես։ Գումար, պաշտոն, անգամ եկեղեցում ծառայություն։ Նայում ես նորմալ ծառայող է։ Ամեն ինչ լավ է։ Դնում ես մի հատ ծառայության ավակ դառնում է տարօրինակ։ Սկսում է բոլորին տանջել։ Գիտես ինչի, որովհետև այդ իր բաժինը չէր։ Իր բաժինը ինչ որ մեկի ձեռի տակ խելոք ծառայելն էր ամբողջ կյանքում։ Որովհետև ինքը մարդիկ կան, որ առաջնորդ են։ Մարդիկ կան, որ առաջնորդ չեն։ Այդ Աստված է որոշում։ Եթե առաջնորդ չի, դրեց իրան առաջնորդության, այդ իր բաժինը չի, սկսում է ավիրել։ Ինքը մեղավոր չի։ Իր մեղավորությունը մենակ նրա մեջ է, որ իր բաժինը չի գիտի, որ ասի, չէ, ես չեմ կարող, այդ իմ բաժինը չի, կներեք, այդ իմը չի։ Կա մի շաբաթ նայ, ասի կներեք, ես սրա մեջ չեմ կարող լինեմ։ Էս իմ բաժինը չի։ Պաշտոնն էլ է փորձություն։ Գումարն էլ է փորձություն։ Ես լավ, այդ մեկը չասեմ։ Բան էի հիշել, ասեցի ասեմ, այդ էլ մյուս անգամ։ Երբ որ չեմ հասկանում իմ բաժինը, ընկնում եմ խառնաշփոթի մեջ։ Չեմ հասկանում, Տեր Աստված, ինչի է 7 տարի աղոթում եմ, հələ գործերս չի լավացել, այնքան ինչքան ես եի ուզում։ Ինչի է 4 տարի քեզ աղոթում եմ Մոսկվայում ինձ տուն տուր ու չես տալի։ Որտեվ քո բաժինը Երևանում տուն ունենալն է։ Կամ էլ Աբարանում, որտեղ կուզես։ Հա? Աստված լավ գիտի որտեղ է քեզ պետք տուն տալ։ Ու դու զարմանում ես ինչի չես տալիս։ Այսքան աղոթում եմ, քո բաժինը չի։ Բայց երբ որ ասում ես Տեր Աստված, որտեղ է տունս։ Ոնց որոշել ես, ես պատրաստ եմ։ Մենակ ցույց տու գոնե իմանամ որ երկրում է, եթե ուրիշ երկիր է լեզու սովորեմ։ Պատրաստվեմ քո բաժնին, որ տրամադրել ես ինձ։ Բայց որ կանգնած ուպորնի մի բան ես ուզում,
ու չի գալի, գիտես ինչ անում, խառնաշփոթ է սկսում մոտդ։ Դրա համար խառնվում ես իրար։ Դրա համար ամեն ինչ սենց է դառնում։ Ես 4 տարի աղոթում եմ, խիչ եմ ազատագրվում։ Որ մնաս եկեղեցում, որ սովորես ավելի շատ աղոթել, որ վստահես ավելի շատ Աստծուն, որ հասկանաս, որ հոգևոր աշխարհը դաժան անկոմպրոմիս է, միած սխալ քայլ արեցիր կարող է քեզ խփեն տանեն, լիքը հարցեր կա։ Քո բաժինը միգուցե 4 տարի 11 ամսից ազատագրվելն է։ Որտեվ ընդեղ արդեն դու հասունանալու ես այնքան, որ անկախ ամեն ինչից դու արդեն հաստատված ես Աստծո մեջ, մնում ես Աստծո մեջ ոչ թե եկար քո բժշկությունը, ազատությունը, ֆինանսական օրհնությունը, պարտքերդ փագելը, վերցեցիր գնացիր։ Տեր Աստված, ինչի՞ չես բա պարտքերս փագում։ Ինչքան։ Այս անգամ չի փագում, որովհետև 7 անգամ արդեն պարտքերդ մեջից հանել է քեզ։ Այսօրվա քո բաժինը նստում ես ու գլուխդ խփում ես ես մի պատին, ասում ես ես ինչ արեցի, գլուխդ խփում ես այն մի պատին, ասում ես հիմա ոնց փոխվեմ, ես փոխվեմ։ Որտեղ քանի դեռ դու չես փոխվում, երբ որ մի բանը մի քայլ անում ես, Աստված ողորմում է տակից դուս ես գալի, երկրորդ անգամ ես անում ողորմում է տակից դուս ես գալի, արդեն քո մոտ բնավորություն է դառնում, մտածում ես հա ինքը անելու է դու չփոխվես, բայց Աստված հակառակն է ուզում։ Աստված ուզում է ինքը ուրիշ բան անի, արդեն փոխված մարդու կյանքում, ոչ թե ամեն անգամ գա իր ողորմությունը ցույց տա, այլ ամեն անգամ գա իր օրհնությունը ցույց տա քո կյանքի մեջ, հա, որովհետև ողորմությունը գիտես որն է, որ գալի հասնում է։ Արժանի չէիր, բայց ողորմած։ Օրհնությունը գիտես որն է, որ գալի ասում է երեխես օրհնության արժանի է։ Ես չեմ ուզում ողորմությունով ապրեմ Աստծո մոտ միշտ։ Ամեն անգամ Աստված ինձ ողորմա։ Տեր Աստված կներես, այս անգամ էլի ախր շատ լոպազ եմ, էլի սենց բաց դուս եկա մրսեցի, մի բան արա բուժի։ Ամեն անգամ նույնը։ Ու Աստված ողորմում ասում է, երեխես լավ ողորմում եմ իրան։ Գնա բժշկվի։ Չէ, ընդհակառակը։ Դու ընդհակառակը պետք է ասես Աստված ջան, ես արդեն հասկացել եմ, պիտի կոչկվեմ, որ չմրսեմ։ Մեկ էլ Աստված ասում է, մի հատ իրան լավ շուբ օրհնեք։ Արդեն հասկացել է ոնց է, լավ, մի հատ տաք շոր օրհնեք ավելի, բայց երկնքից մի հատ մի շատ թանկարժեք մի հատ լավ վերարկու ուղարկեք իրան։ Հրեշտակներ այդ հարցը լուծեք։ Էսի օրհնություն է, բայց ոչ թե ամեն անգամ կամ ողորմությունով, էլի ինգել եմ մեղքի մեջ։ Ողորմա խնդրում եմ։ Փոխանակ որ ասես Տեր Աստված մաքրվել եմ արդեն, ինքն էլ ասի, ես էլ որոշել եմ քեզ օրհնեմ, որ մաքրվել ես, եկել է սպիտակ շորերով հարսնացուն, գալիս է հեսա։ Շուտով գալու է դեմդ կանգնի, նայես ուշ կգնա, կարճ ժամանակով։ Ողորմություն ենք ուզում, թե օրհնություն։ Դրա համար երբ որ դու գիտես քո սահմանները, դու գիտես քո բաժինը, դու հեշտ ապրում ես, ոչ թե ընկնում ես աղորը լացու կոցի մեջ, խառնաշփոթի մեջ, ողորմա, փրկի, հասի, էս արա, այն արա։ Դու լավ գիտես, որ Աստված օրինակի համար քո համար սահմանա դրել։ Այս տարվա համար դու գիտես, սահմանա դրել Տերը, որ քեզ այս ինչ հարցով սենց օրհնելու է։ Էսի քո սահմանն է։ Բայց չէ ոնց կլինի։ Էդի հասկացանք, բա մի բան վերևից չլինի, մեր հայկական տարբերակով։ Մի հատ էլ sense կողքից մի բան ես չավելացնեմ, էդի քո վնասն է արդեն սահմանը չի։ Երբ որ դու հասկանում ես, որ հələ շուտ է, այ ախպեր, ես չեմ կարա այսօր միլիոնատեր դառնամ։ Շուտ է, այս իմ օրը չի։ Ես հələ գումարները ճիշտ չեմ օգտագործում։ Այսօրվա իմ բաժինը ոչ թե գումար աշխատելն է, այսօրվա իմ բաժինը գումար հասկանալն է, որովհետև գումար աշխատելը խնդիր չի։ Շատ մարդիկ գումար աշխատում են, բայց չեն կարողանում պահեն, օգտագործեն ճիշտ ու ընկնում են խնդիրների մեջ։ Ուզում ես 1 միլիոն տու էլի սովածա, ես մի հատ շատ մոտիկ բարեկամ ունեի։ Իրանք ինքը սովետի ժամանակ շատ մեծ գումարներ էր աշխատում, բայց ինքը գումարները գիտեք ոնց էր աշխատում։ Մի տվորչեսկի մարդ էր, մի բան անում էր, դրա համար պետությունը իրան շատ մեծ գումար էր տալիս։ Շատ մեծ։ Ինքը այդ գումարով իրանք ընտանիքով մի ամիս միլիոնատիրոջ պես ապրում էին։ Մի ամիս հետո իրանք սառնարանը դատարկ սոված,
Սպասում էին 6 ամիս հետո հաջորդ խոշոր գումարին, սոված։ Ու իրանք անցել է, գիտեք, արդեն սովետը երևի 40 տարի անցել է։ Իրանց ընտանիքում բան չի փոխվել։ Մինչև հիմա նույնն է։ Մեկ տեսնում ես շիկ, մեկ տեսնում ես դատարկություն։ Գիտես ինչի, որովհետև իրանք իրանց բաժինը չեն հասկանում։ Չեն կարողանում հասկանան։ Ու հա սպասում են, երբ որ չես հասկանում բաժինդ, միև սպասի Աստծուց, որ քեզի հա պիտի օրհնի, հա պիտի ողորմի, հա պիտի կողքից մի ձև քեզ տանի առաջ։ Ու կյանքը սկսում է խառնաշփոթ դառնալ։ Որտեղ զարմանում ես, ասում ես, տենա սովանից է, սատանան ընկել է հետևից է։ Սատանան չի ընկել։ Ագուրն ասում է Տեր Աստված։ Ես մարդ եմ, երբ որ սահմաններս անցնեմ, կարամ խառնեմ։ Մի հատ թագավոր կար։ Եզեկիա անունով։ Ինքը ուներ բաժին։ Աստված մարգարեն ասեց գնա ասա քո բաժինը մինչև ստեղ էր, քո կյանքի բաժինը այսքան էր, մեռնում ես։ Լացեց, կտակ գրի ասես, քո բաժինը հիմա կտակ գրելն է։ Հիշում եք պատմությունը, լացեց, օգնի եւ այլը, Աստված ասեց, ասես լավ, ողորմում եմ։ Գիտեք ինչ տեղ ունեցավ։ 15 տարի ասես տալիս եմ քեզ գնա ապրի։ 15 տարի ապրեց, ինչ աղմախություն կար արեց։ Երկիրը գցեց ստրկության տակ, իրա պատճառով եկան երկիրը գրավեցին։ Իրա բաժինը այդ օրը կտակ գրել մեռնելն էր։ Երբ որ քո բաժինը չգիտես, խնդիրները սկսում են գալ, սիրելիս։ Մի ուրիշ թագավոր կար, գործերը լավացավ, Աստված օրհնեց, ամեն ինչ լավ է, գիտեք ինչ արեց։ Ոզիա էր անունը։ Մտածեց, դե ես էս կրուտո եմ, էլի, ես լուրջ մարդ եմ արդեն։ Ես դե թագավոր եմ, երևի, գիտեք, մի 2500 տարի ես կոմ էր եկել, կարդացել էր, որ նոր ուխտում ասում է թագավորական քահանայություն եք, երևի մտածում էր, ես որ թագավոր եմ, քահանայել եմ, էլի։ Ու գրածա մտավ Աստծո տաճար, որ խունկ ծխի։ Սավուղի մասին չէր լսել, որ մի անգամ մի սխալ բան արեց, ուրիշի տեղը զոհարեց, թագավորությունից զրկվեց։ Լսել էր, բայց ուշադիր չէր եղել երևի։ Մտածում էր, դե ես ինձ հաջողված թագավոր եմ, ինձ ամեն ինչ կարելի է։ Մտավ խունկ ծխելու, քահանաները կանցեն, էսի քո բաժինը չի, դու սարի։ Թագավոր ջան, դուրս։ Գրածա գորգորած վրաները, ասեց ես եմ թագավոր ու միանգամից հիվանդացավ բորոտությունով։ Միանգամից հենց տեղում քահանաները նայեցին, վախեցան, ասին դու սարի շուտ արա, Աստված խփել է։ Գրածա ինքն էլ էր շտապում դուրս գար ու տրագեդիան գիտեք ինչի մեջ, հա։ Տրագեդիան նրա մեջ է, որ գրված է եւ Ոզիան այդ թագավորը առանձին էր ապրում եւ ամբողջ կյանքը արգելված էր Տիրոջ տուն մտնելու, որովհետեւ բորոտները չէր կարելի Տիրոջ տուն մտնել։ Պատկերացնում եք թագավորը, որ Տիրոջ տուն մտնող առաջին մարդն էր, որ մտնում էր թագավորն է եկել, քահանաները պատարակ էին անում, ինքը ընդեղ էր, ամեն ինչ լավ է։ Թագավորը հիմա չիմանալով իր բաժինը, իր սահմանը զրկվեց օրհնությունից, գրածա արգելված էր իրան ամբողջ կյանքը Տիրոջ տուն մտնել։ Ինչի համար, որովհետև իր չափը չճանաչեց, իր բաժինը չիմացավ, իրան որտեղ ինչքան ինչ է կարելի։ Շատ քրիստոնյաներ այդտենց օրհնությունից են զրկվում, որովհետև իրանց սահմանը չգիտեն։ Եկեղեցում ծառայությունից են զրկվում, իրանց սահմանը չգիտեն։ Կյանքում իրանց օրհնված ընտանիք ունենալուց են զրկվում, որովհետև սահմանը չգիտեն, իրանց բաժինը չգիտեն։ Աստված բերում է դեմը գոռում է, այ տղա, օ դու քյոր չես, նայի, ինքը նա։ Չէ, ես ասել էի ունքերը պիտի մի քիչ ավելի բարակ լինի։ Կհանի, ինքը նա։ Չէ, լավ էլի, ես տենց պատրաստի էի ուզում։ Հասկանում եք խնդիրը որտեղ է։ Երբ որ դու գիտես քո բաժինը, հեշտ ես ապրում։ Դրա համար Ագուրն ասում է, Տեր Աստված, կլինի իմ ուզածով չլինի։ Ես մարդ եմ։ Ես կարամ մի բան ավել ուզեմ, մի բան պակաս ուզեմ։ Մարդ եմ, մարդու ուղեղով շատ բան չեմ հասկանում։ Կլինի քո որոշած հացով ինձ կերակրես։ Քո որոշածով։ Դու չես սխալվում։ Հա? Փառք Տիրոջ է։ Արի ոտքի կանգնենք։ Մենք աղոթք ենք անելու։ Լավ կլինի ես Ասապի խոսքերը ամենօրյա աղոթք դառնա քո համար, սիրելիս։ Իդես այդ վստահության աղոթք է, երբ որ Ասապը առանց մի բանի ասում է Տեր Աստված, ես չեմ ուզում փիլիսոփայեմ, չեմ ուզում խելոք երևամ,
Գրած է մարգարեական խոսքերը, որ ասում է երևի իր տղաներն են, ընդ նշած չի ովքեր են, 3 հոգու ասում է մարգարեական խոսքերը։ Ու գիտեք, ասում է կլինի քո որոշած հացով ինձ կերակրես։ Քո որոշած հացով։ Գիտեք, անապատում Աստծո որոշած հացը մանանա էր։ Աստված վատ բան չի որոշում մեր կյանքում, հա? Ուղղակի չափ կա, բաժին կա, որոշած Աստծո կողմից ու ավելին ասեմ քեզ։ Այստեղ չգիտեմ 7, 800, 1000 հոգի մարդ եք, ամեն մեկիդ համար չափը լրիվ տարբեր է։ Լրիվ տարբեր է։ Աստված ոչ թե մեկին ավելա սիրում, մեկին քիչ, ինքը գիտի ինձ ու քեզ։ Ինքը լավ գիտի իմ համար որն է սահմանը, քո համար որն է սահմանը։ Դրա համար Ագուրն ասում է կլինի ես չփիլիսոփայեմ, իմ օրհնությունը քո որոշած սահմանի մեջ է։ Կլինի դու քո որոշած սահմաններով իմ կյանքը տանես։ Այսօր այդ աղոթքը ուզում եմ իրար հետ անենք։ Ասապի աղոթն եմ ուզում անենք, որ հասկանանք, որ իմ ու քո օրհնությունը Աստծո դրած սահմանների մեջ է, ոչ թե մեր ցանկությունների։ Բայց ես անպայման ուզում եմ Մոսկվա Սիթիում տուն ունենամ։ Իմ ու քո օրհնությունը Սիթիներում չի։ Իմ ու քո օրհնությունը Աստծո դրած սահմանների մեջ է։ Հա, այդ սահմանից դուրս վտանգավոր է։ Գայլեր կան, արջեր կան, սահման կա, որ Աստված քո կյանքում դրել է։ Ես ուզում եմ հիմա Ասաբի նման աղոթենք ու լավ կլինի այդ աղոթքը Ագուրի նման ներողություն, այդ աղոթքը լինի մեր կյանքի ամենօրյա աղոթքի մի մասը։ Որ ասենք Տեր Աստված, որոշած հացով կերակրի ինձ այսօր։ Որոշած ծառայությունով ծառայացրու ինձ։ Որոշած ամուսնով կամ կնոջով օրհնի ինձ, եթե ամուսնացած չես։ Քո որոշածով ես էլի կընտրեմ, բայց քո որոշածով թող լինի։ Թող ես էմոցիաների հետևից չգնամ։ Թող չգնամ իմ ինքնամեծարման դիրքից։ Այն ինչ որ դու ես որոշել։ Քո որոշած երեխաներով օրհնի ինձ։ Չէ, պիտի անպայման սենց լինի։ Պիտի անպայման տղա լինի կապուտ աշկերով հորս նման, անունել դնեմ Սերոփիկ հորս խաթր։ Չէ, քո որոշածը թող լինի Տեր։ Հա ես ուզում եմ, ես մարդ եմ, ես սենց եմ ուզում, բայց թող քո որոշածը լինի։ Ես մարդ եմ, ես այսօր բաունտի եմ ուզում, բայց թող քո որոշածը լինի։ Մեկը դեռ մեզ սնիկերս է գալիս։ Այնքան կարևոր է այս ամեն ինչի մեջ Աստծո որոշածը լինի։ Քո որոշած տարիներով ապրեցրու ինձ։ Իմ papan 82 տարեկան, հա? Ասում է 104 տարի ապրելու եմ։ Ինքն է որոշել։ Բայց այնքան ասել ինքը հավատացել է արդեն իր ասածին, որ ասեմ կլինի պապ մի քիչ փող մեր գումար բանանենք մեջ տեղը, գոնե մի տարի իջացնենք, էլի շատ է։ Այդտեղա ձեռնի տարիներին ասում 104-ա։ Ոչ մի ձև չի համաձայնվում։ Դա ասում է բոլորի ճամփու դնեմ նոր հանգիստ խղճով գնամ։ Մարդը որոշել է, բայց կլինի ասես Տեր Աստված քո որոշած տարիներով ապրեցրու ինձ։ Սիրելիս, դու ոչ թե դու ասես մի անգամ մեկը մի վատ բան էր անում, ասեցի չես մտածում որ կարող է մեռնես։ Ասաց ես 120 տարի ապրելու եմ։ Ինքը որոշել է։ Աստծի քո ընկերներ էր ասում, տես, բայց հիմա մահացել է արդեն։ Քո որոշած տարիներով ապրեցրու ինձ։ Այս ամենակարևոր աղոթքն է։ Քո որոշած օրհնություններով օրհնի ինձ։ Քո որոշած հացով կերակրի ինձ։ Քո որոշած կնոջով, ամուսնով տուր ինձ, պարգևի ինձ, հա։ Քո որոշած երեխաներով պարգևի ինձ։ Ես որոշել եմ մի հատ տղա եմ ունենալու ու վերջ։ Հերիքը հազիվ պահեմ։ Քո որոշած երեխաներով։ Այնքան է ինձ դուր գալիս հոգեգալստականների մոտ, որ իրանք սահման չեն դնում։ Իհարկե, մեկ-մեկ սահմանը անցնում են, մի քիչ շատ է 15-20 երեխա ունենալը, մի քիչ կնոջ համար է դժվար ու վատ։ Բայց գիտեք չեն ասում 2 երեխա ու վերջ, ասում է ինչքան Աստված կտա։ Լավ է, բայց 2-րդ, 3-րդ, 5-րդից հետո մի քիչ զգուշանես, որ Աստված մինչև 25 չհասցնի։ Բայց մարդիկ չեն դնում սահմանը միանգամից։ Այսօրվա սահման կա, մի հատ երեխա մաքսիմում 2։ Մա, եթե հայ ես հանգարց 2 հատ աղջիկա, ասում ես լավ, մի հատ փորձեմ կարող է տղա լինի։ Հա? Հայկական տարբերակով։ Բայց քո որոշած երեխաներով օրհնի ինձ։
Գիտեք, լավա մի երեխա լինի, եթե ինքնա որոշել, բայց իր կամքի մեջ լինի, քանց թե 5 երեխա ունենաս, 5-ն էլ Աստծուց հեռանան ու ինչ ասես անեն։ Հասկանում ես, Աստծու որոշածը անթերի է, ինքը չի սխալվում։ Դրա համար լավա այս աղոթքը ունենաս քո կյանքում։ Հիմա մենք տենց էլ աղոթել ենք, Տեր Աստված, քո որոշած հացով, քո որոշած ծով թող իմ կյանքում լինի։ Կլինի հացը, ծառայությունը, ընտանիքը կապ չունի, հենց քո որոշածով, որովհետև դու երբեք չես սխալվում։ Դու գիտես իմ սահմանը, չթողես չափս ոչ ես կողմ անցնեմ, ոչ ներքև, ոչ վերև։ Քո որոշածով թող իմ կյանքը գնա։ Ես անցած տարի մանում էի Ավստրալիայում։ Այնտեղ ձմեռը ամառը, ամառը ձմեռը թարսա։ Ձմռան էի, դեկտեմբերին այնտեղ ամառ էր։ Գիտեք, այդ Սիդնեյը սա ամբողջը պլաժներ է սիրում, բայց պլաժները դատարկ են, այդ ափերը, որտեղ ակուլաներ շատ կան ու գծում են։ Բայց այդ մի ափում է, ծով ափում, երկու հատ այսենց ցից էր դրած, ու ցենց այդ ցցերով գնացած ծովի մեջ։ Սրանից մի քիչ մեծ այս տարածության չափ, ու կողքերից ցենց ցցեր էր գնում ծովի մեջ։ Ինձ գիտեք ինչ ասում ես ինչ ցցեր է։ Ժողովուրդը մենակ դրա մեջ էր լողանում։ Վերևից էլ մանը վերտալյոտով այդ ուղաթիռով ֆռում էր։ Ասեց այս ցցերի մեջ հատուկ հոսանք կա, որ ակուլաները չեն մոտենում։ Դրանից դուս պետությունը պատասխանատու չի, եթե լողանաս։ Ասեց այս ցցերի մեջ է, որ դու կարաս հանգիստ, ես մտա հանգիստ լողացա։ Ես չէի մտածում, որ ակուլան կարող է ինձ ուտի։ Չնայած ակուլաները չեն ուտում, ուղղակի գալի փորձում են, բայց այդ փորձերից ոտը ձեռդ գնում է։ Պրոստը փորձում են, մեկդում ես ոտը չկա։ Փորձում են, իրանք վախենում են մարդուց, տերում են մարդը բաց են թողում։ Կապ չունի, բայց ոտը գնում է։ Ու գիտեք ինչն էր հետաքրքիր։ Այդ սահմանից դուրս արդեն վտանգավոր էր։ Դա որոշված սահմանն էր, որի մեջ դու կարայր հանգիստ լողանայր։ Սիրելիս, Աստծու որոշած սահմանը այդ գծերն է։ Դու դրա մեջ ես օրհնված։ Մի փորձի ասես, բայց մի քիչ են կողքը գնամ ընդեղի ափը ոնց որ մի քիչ ավելի ավազը մանր է։ Էսա սահմանը դրած։ Մնա սրա մեջ թե քո օրհնությունն է, թե քո ապահովությունն է։ Ամեն։ Արի հիմա աղոթենք, որ մեր բաժինը մենք գիտակցենք։ Տեր Աստված, ինձ հասկացրու իմ բաժինը, որ չափս չանցնեմ։ Ու ինձ իմ բաժնով կերակրի։ Մի թող ավելացնեմ, պակասացնեմ։ Ինձ իմ բաժնով կերակրի։ Աղոթենք։ Երկնային Արքա, մեծարում ենք քո սուրբ անունը, գոհանում ենք քեզանից ամեն ինչի համար։ Շնորհակալ ենք Տեր, որ դու ունես սահմաններ մեր կյանքերի համար, ու դու լավ գիտես մեր հնարավորությունները, մեր կարողությունները, դու լավ գիտես Տեր Արքա, մեր սրտի դիրքը, դու լավ գիտես Տեր, մենք ինչ ենք երազում, ոնց ենք ապրում, ոնց ենք մտածում։ Մենք խնդրում ենք Տեր Արքա, որ մեր բաժնով, այն որ քո մոտ է որոշված, մեր բաժինը տաս մեզ, բացես մեր աչքերը, որ մենք էլ տեսնենք մեր բաժինը, թե մեր ֆինանսների մեջ, թե մեր աշխատանքի, թե մեր ընտանիքի մեջ, թե մեր ծառայության մեջ, թե աշխատանքում, որտեղ որ լինի Տեր, ամեն տեղ թող ամեն մեկս հասկանա իր բաժինը Տեր։ Ու մենք խնդրում ենք Տեր, որ մեզ օրհնես հենց այդ մեր բաժնով, այն քո որոշածով, որ դու ունես, որովհետև քո որոշածը բարին, հաճելին, կատարյալն է մեր կյանքում։ Մենք խնդրում ենք Տեր Արքա, տուր մեզ մեր բաժինը, տուր մեզ այն փշուրը, որ այսօր ունես մեր համար, ոնց որ այդ կնոջը տվեցիր Տեր։ Մենք խնդրում ենք, որ օրհնես մեր ընտանիքները, քանդես կապանքները, առաջնորդես քո փառքի մեջ ու սովորացնես հասկանալ քո կամքը, քո բաժինը, քո սահմանը մեր կյանքի ամեն իրավիճակում։ Հիսուսի զորավոր անունով օրհնում ենք քեզ, մեծարում ենք քեզ ու ասում ենք փառք քեզ ամենակարող Տեր։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Փառք ամենակարող Աստծուն։ Մենք մի հատ խոսք ունենք, չէ՞, հենց հայկական, որ մեկը մի քիչ ավել բանա իրան թույլ տալի, ասում ենք չափը տանցար։ Չէ, ասում ենք, չէ՞։ Լավ, ասում ես, մինչևս դեռ լավ էր, բայց այս խոսքով չափը տանցար։ Որովհետև չափ ուներ ինքը քո հետ շփվելու։ Քո քույրը, քո եղբայրը կարա ասի, այ դմբո, ես ինչ ես անում։ Բայց հարևանը չափ ունի քո հետ շփվելու, ինքը դմբո բառը քեզ չի կարա ասի։ Քույրդ կարող է ընկերական ասի, որովհետև երեխա ժամանակվանից ասել եք դմբո, ինքը ասել է դմբոն դու ես։
Հա ու ձեր մոտ այդ չափը մի քիչ ուրիշ է, բայց հարևանից այդ չափը ավելի փոքր է։ Ու երբ որ մեկը չափը անցնում, ասում ես չափը ճանաչի։ Չափը անցար։ Խմողների մոտ է, չէ՞, դի որ ասենք ասում է չէ, չափս անցա 3 հարբել էի։ Ինքը գիտի իր չափը 7 բաժակեր 8 խմել հարբել է։ Գիտի 7-ից հետո արդեն անջատվում է։ Իսկ ամեն տեղ ինչ որ չափ կա։ Թե ամեն ինչի մեջ չափ կա։ Ասենք միգուցե իմ ուտելու չափը լինի մի հատ բուտերբրոդ, կողքից մարդու ուտելու չափը լինի 7 հատ բուտերբրոդ։ Ամեն մեկս մեր չափը ամեն ինչի մեջ ունենք։ Բայց գիտես ուտելուց քո չափը ճանաչում ես, եթե չես ճանաչում խնդիր ասեմ քեզ։ Ուտելուց ճանաչում ես։ Լավ կլինի ամեն ինչում քո բաժինը ճանաչես։ Այդ իմաստությունը Աստծոց ուզես, որ դու հասկանաս իմ բաժինը սրա մեջ ինչն է։ Ինչքան եմ գնում սրա մեջ։ Գործերս լավացել է, ամեն ինչ լավ է, տեսնում ես գործ, բիզնեսը լավ արագ գնում է առաջ։ Աստված ջան, իմ բաժինը դու երբ կանգնացնեմ։ Միգուցե մի շաբաթ հետո COVID-ը գալու։ Ու պիտի շտապ վաճառես այդ բիզնեսը, որովհետև կանգնացնելու ժամանակն է։ Բայց չէ գործերս լավ է գնում, նայեք ամեն ինչ ուռում է։ Ուռում է, որ միանգամից է փսկելու։ Ու դու պետք է հասկանաս քո բաժինը երբ ինչն է։ Երբ որ չես հասկանում, հա խառնաշփոթ է գալի։ Ամեն։ Փառք Տիրոջը, Տերը օրհնի քեզ։ Մինչև ծառայությունը կավարտենք, ես ուզում եմ մի հատ հարց տամ։ Ովքեր են այսօր առաջի անգամ։ Եթե դու առաջի անգամ ես, այսպեսի եկեղեցում դեռ չես եղել, խնդրում եմ ձեռքդ պարզի, կյանքը դեռ Տիրոջը չես տվել, ողջունեն քեզ։ Փառք Աստծուն ձեր համար, տեսնում եմ Փառք Տիրոջը ամեն մեկի տեսնում եմ։ Ես խնդրելու եմ, եթե առաջի անգամ ես, այսպեսի եկեղեցում չես եղել, դեռ կյանքդ Հիսուսին չես տվել, այսօրվա քո բաժինը գիտես ինչն է։ Այսօրվա քո բաժինը փրկության աղոթ կանելն է։ Ես խնդրելու եմ իջնես առաջ հիմա, ես էլ իջնեմ իր հետ հանդիպենք ներքևում մի հատ կարճ աղոթ կանենք։ Եկեք ծափարենք իրանց։ Աստված օրհնի քեզ, սպասում ենք։ Փառք Տիրոջը։ Փառք Աստծուն։ Տերը օրհնի ձեզ։ Եկեք այսպես կանգնեք։ Աստված օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեզ։ Տերը օրհնի ձեզ շատ։ Աստված օրհնի, пусть Бог благословит вас, пусть Бог благословит вас։ Կայլի մարդ, սպասենք, գալիս եք, սպասում ենք։ Փառք Տիրոջը ամեն մեկիդ համար։ Արի քո բաժինը տար, այսօր քո բաժինը փրկությունն է, սիրելիս։ Այսօրվա քո բաժինը փրկությունն է։ Տերը օրհնի ձեզ շատ, Աստված օրհնի ձեզ, Տերը օրհնի։ Փառք Աստծուն ձեր համար, Տերը օրհնի շատ։ Փառք Տիրոջը, փառք Աստծուն։ Գիտեք ինչ եմ ձեզ հրավիրել առաջ, որ դու այսօր քո բաժին փրկությունը տանես տուն։ Ամեն մեկը իրանցից, ես էլ հետները, մի օր կանգնել ենք, այսպես, ինչ որ մի դահլիճում, ինչ որ մի տեղ, երկնքի երկրի առաջ ասել ենք Հիսուս, կյանքս քեզ եմ տալի։ Ես հավատում եմ, որ դու խաչվեցիր, մահացար, որ ես ապրեմ։ Ես էլ ուզում եմ իմ բաժին փրկությունը ինձ տաս։ Ու իմ անունը գրես կյանքի գրքում։ Կարճ աղոթք կա։ Պողոս Առաքյալը ասում է, եթե սրտովդ հավատաս, շուրթերովդ դավանես, կփրկվես։ Փրկության աղոթք կա կոչվում։ Այսօրվա քո բաժինը փրկության աղոթքը տուն տանելն է, փրկվելն է։ Դրա համար ես խնդրելու եմ, եթե պատրաստ ես, իմ հետ այդ աղոթքը անես։ Ուղղակի փակի աշկերդ ու իմ հետ կրկնի։ Լավ։ Ասա երկնային արքա։ Ես գալիս եմ քո առաջ Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի Հիսուս, ես ներողություն եմ խնդրում իմ արած բոլոր մեղքերի համար եւ հրաժարվում դրանցից։ Ես հավատում եմ, որ դու խաչվեցիր, մահացար եւ երրորդ օրը հարություն առար ինձ մեղքերից ազատելու համար։ Այսօրվանից ես իմ կյանքը քեզ եմ տալի։ Եկ թագավորի իմ կյանքում եւ մկրտի ինձ քո Սուրբ Հոգով։ Հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Փառք Աստծուն, սիրելիս։ Գիտես կարճ աղոթք արեցիր։ Այսօրվա քո բաժինը հենց այդ էր, ավել բան պետք չէր։
Պետք չէր գնայր 7 եկեղեցի, 8 տեղ մոն վառեր, 20 տեղ 4 թաթ գնայր, ներողություն խնդրեիր։ Չի Աստծո խոսքն ասում է, այդ սրտովդ հավատաս շուրթերովդ դավանես կփրկվես։ Ինքը ինչ խաչը մեր մոտ ծածկած է այսօր միջոցառումա լինելու, բայց ինքը Հիսուսը խաչի վրա ամեն ինչ արդեն արել է։ Քո տեղը ամեն ինչ արել է։ Քո մեղքերի համար խաչվել է, իմ ու քո մեղքերի համար։ Խաչվել է հարությունը առել իմ ու քո համար, որ իրանից հետո մենք էլ հարություն առնենք։ Ինքը Անդրանիկն է հարություն առածներից, երկրորդը, երրորդը, չորրորդը ես ու դու ենք։ Ու ինքը իր երկնային արքայությունում գնացել է հոր մոտ, Հայր Աստծու մոտ, իմ ու քո համար տեղ պատրաստի, դա էլ ասել։ Ասում է լիքը բնակարաններ կան, գնում եմ, դիմավոր սպասեմ, որ գաք իրար հետ, քեֆ անենք։ Մեր տեղը ամեն ինչ արել է, քո բաժինը մենակ իր արածը ընդունել էր, դու այսօր արեցիր։ Տերը օրհնի քեզ, այսօրվանից քո անունը գրվել է կյանքի գրքում, որովհետև դու ասեցիր վերջ սատանա, այսօրվանից հերիքա խապես, այսօրվանից իմ Տերը Հիսուսն է։ Հերիքա խապես, հերիքա ինձ տանես անկուն գիշերների մեջ, տանես ինչ-որ կաշաների մեջ, ինչ-որ խառնաշփոթների մեջ, հերիքա։ Ես կյանքս տալիս եմ Հիսուսին։ Հիսուսն էր վերցնում է քո կյանքը, ասում է դե կտեսնես կյանքը ոնց է լինում։ Այնի կյանք չէր, որ դու ապրում էիր։ Ամեն։ Տերը օրհնի քեզ։ Մենք ստեղ ունենք մի հատ լավ եղբայր, մի լավ քույր օրհնված, ովքեր որ նվեր ունեն ձեր համար, դա նոր կտակարանն է, Աստծո խոսքն է։ Մենք ուզում ենք դա քեզ նվիրենք, որպեսզի կարդաս Աստծո խոսքը ու շարժվես Աստծո խոսքով։ Սա կյանքի ինստրուկցիան է։ Առանց ինստրուկցիա կարդալու կյանքդ կատաստրոֆաների է ենթարկվում, որովհետև ինստրուկցիան չես կարդում։ Կարդա ինստրուկցիան, ընդ գրած է, ոնց ապրես, որ օրհնված ես։ Աստծո խոսքն է, Հիսուսի կենթանի խոսքը։ Ամեն։ Փառք Տիրոջը, մինչև որ կխնդրեմ իրանց հետ բարձրանաք վերև, որ համ նվեր ստանաք, համ էլ ծանոթանանք ձեր հետ, ուզում եմ մի հատ դահլիճի հետ աղոթենք ձեր համար։ Թույլ կտաք։ Աղոթենք օրհնենք ձեզ, ձեր կյանքը, ձեր ընթացքը, հա։ Աղոթենք։ Համաձայնեք։ Դահլիճ բարձր ձեռքերը աղոթենք։ Երկնային Արքա, մենք խնդրում ենք քո օրհնությունը ուղարկես մեր եղբայրների ու քույրերի կյանք։ Հիսուսի զորավոր անունով թող քանդվի սատանայի ամեն կապանք իրանց կյանքերից։ Մենք քանդում ենք ամեն թուղթուգիր, անեծք, ամեն սխալ խոսք ու հռչակում իրանց կյանքերի վրայից։ Հռչակում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությունը, կրակը, առաջնորդությունը ամեն մեկի կյանքում։ Տեր, իջիր քո փառքով, լցրու իրանց քո ներկայությունով։ Թող քանդվի այն ինչ որ կառուցել է սատանան ու թող քո օրհնությունը սկսվի իրանց կյանքերում։ Նվիրված, օծված, Աստծո լցված առողջ մարդիկ Հիսուսի զորավոր անունով օրհնում ենք Տեր ու հանձնում ենք քո ձեռքերը։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը, Աստված օրհնի ձեզ։ Հիմա խնդրելու եմ իրանց հետ բարձրանաք վերև, սիրելիներս։ Այնտեղ գանք համ կծանոթանանք, համ կշփվենք ձեր հետ, համ էլ նվեր կստանաք մի հատ, համ էլ կաղոթենք ձեր համար, այնտեղ առանձին, եթե կարիքը կլինի։ Խնդրում եմ ուղղակի իր հետ բարձրացեք վերև, հա, գնացեք, բարձրացեք։ Տերը օրհնի ձեզ, եկեք ծափահարենք իրանց։ Փառք Աստծուն ձեր համար։ Դուք ձեր բաժինը այսօր վերցեցիք։ Քո բաժինն էլ մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքն է, Հոր սերը ու Սուրբ Հոգու հաղորդությունը ամեն մեկիդ հետ։ Ամեն։ Տերը օրհնի քեզ, կհանդիպենք մյուս շաբաթ։ Գնացեք խաղաղությամբ։